Սրտանց ասենք փառք մեր Տիրոջը։ Հալելույա։ Շատ հիանալի օր այսօր։ Ես կասեի գարնան առաջին օրն է։ Գարունը սկսվել է, բայց աշխարհում պատերազմ է, կռիվներ, տագնապներ։ Մարդիկ խառնված են իրար, բայց եկեղեցին հանգիստ է, եկեղեցին մխիթարված է, որովհետև եկեղեցին մխիթարողը Սուրբ Հոգին է։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Եղբայրներ, քույրեր, ես մի փոքր կուզեի խոսեինք եկեղեցու եւ եկեղեցու դերի մասին այս աշխարհում։ Տեսեք Սաղմոս 87-ից 7 համարը կուզեմ կարդալ, այսպես է ասում Սուրբ Գիրքը. Նրա հիմունքը Սուրբ Սարի վրա են, Տերը սիրում է Սիոնի դռները ավելի քան Հակոբի բնակարանները։ Փառավոր բաներ են պատմվում քեզանից, ով Աստծո քաղաք, Ռախաբին եւ Բաբելոնին կհիշեմ նրանց մեջ, որ ճանաչում են ինձ։ Ահա փղշտացիկ եւ Տիրոսը Քուշի հետ, սա այստեղ է ծնված, եւ Սիոնի համար կասվի, այս մարդը եւ այն մարդը նրանում է ծնված, եւ ինքը Բարձրյալը նրա հիմունքը հաստատեց։ Տերը ազգերին գրելիս կպատմե, սա այստեղ է ծնված, եւ երկիչները, ինչպես որ պար բռնողները կասեն, իմ ամեն աղբյուրները քեզանում են։ Օրհնյալ լինի մեր Տերը, եղբայրներ, քույրեր, հետաքրքիր է ասվում, Տերը սիրում է Սիոնի դռները ավելի քան Հակոբի բնակարանները։ Այսինքն կա մի բան, որ Աստված ավելի է սիրում, եւ դա Սիոնի դռներն են, որ խորհրդով եկեղեցին է, Քրիստոսի եկեղեցին, որի հիմքը դրեց անձամբ Տեր Հիսուս Քրիստոսը։ Ես համարներ կարդամ ուղղակի Սուրբ Գրքից, Հովհաննես ավետարան 14-րդ գլուխ առաջի համարից, այսպես է ասում. Տերը, ձեր սրտերը թող չխռովին, Աստծուն հավատացեք եւ ինձ հավատացեք։ Իմ հոր տանը շատ բնակարաններ կան, ապա թե ոչ ես ձեզ կասեի, գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու, եւ եթե գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ ձեզ, ինձ մոտ կառնեմ, ուր որ ես եմ, դուք էլ լինեք, եւ որտեղ որ ես գնում եմ, գիտեք եւ ճանապարհը գիտեք։ Հետաքրքիր խոսքեր է ասում Տերը։ Ես մի հարց կուզեի տալ, եղբայրներ, քույրեր, սրա մասին կարելի է մտածել։ Տեսեք, Տեր Հիսուսը ասում է, իմ հոր տան մեջ շատ բնակարաններ կան։ Ապա թե ոչ ես կասեի գնում եմ ձեր համար տեղ պատրաստելու, եւ հետո ասում է, եթե գնամ եւ տեղ պատրաստեմ։ Հարցը հետեւյալն է, եթե տեղ կա, ինչի համար է պետք, որ Տերը պետքա գնա եւ տեղ պատրաստի։ Չէ որ ասվում է, տեղ կա արդեն, իմ հոր տանը շատ բնակարաններ կա, ապա ինչի կարիք կա, որ Տերը պետքա գնա եւ տեղ պատրաստի։ Եվ ինքը իր խոսքի մեջ ասում է, ապա թե ոչ ես կասեի ձեզ գնում եմ տեղ պատրաստելու, այսինքն տեղը կա։ Եվ ասում է ձեր սիրտը թող չխռովի, Աստծուն հավատացեք, որովհետև այդ տեղը պատրաստված է։ Ես այս հարցի մասին չէի ուզի այսօր խոսել, եղբայրներ, քույրեր, ուղղակի կարող եք մտածել, ես մի ուրիշ հարցի շուրջ կուզեի խորհեինք այսօր։ Տեսեք, բնակարան, Աստծո տուն, խոսվում է Աստծո տուն եւ բնակարան։ Տեսեք, կարծես մի տուն եւ այդ տան մեջ մի տուն կամ մի տեղ, եւ այս ամենի մեջ Աստված ուզում է տեսնի մեկության խորհուրդ, ինչպես եկեղեցին եւ եկեղեցու մեջ մարդիկ, որոնց մեջ Սուրբ Հոգին է։ Բնակարաններ Սուրբ Հոգու համար։ Տեսեք, մենք Տիրոջ տան մեջ ենք եւ Տիրոջ Սուրբ Հոգին մեր մեջ է։ Սա կարծես մի մեկություն է, եղբայրներ, քույրեր, եւ սրա մասին տեսեք արդեն 16-րդ գլխում Հովհաննեսը խոսում է, ներկայացնում է Տիրոջ խոսքերը 7-րդ համարից, բայց ես ճշմարտություն եմ ասում ձեզ, թե լավ է ձեզ համար, որ ես գնամ,
որովհետև եթե ես չգնամ, մխիթարիչը չի գա ձեզ մոտ, բայց եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ, եւ նա երբ որ գա, աշխարհին կհանդիմանե մեղքի համար, արդարության համար եւ դատաստանի համար։ Հետաքրքիր է Սուրբ Գիրքը ասում, տեսեք, լավ է ձեր համար, որ ես գնամ, այսինքն Տերը եթե գնա, ուղարկելու է Սուրբ Հոգուն, այնտեղը պատրաստելու է մեր համար, մեր ներսում Սուրբ Հոգու համար, որպեսզի Սուրբ Հոգին բնակվի մեր մեջ եւ Սուրբ Հոգին առաջնորդի մեզ։ Տեսեք, շատ կարծիքներ կան, որ 14-րդ գլխի այս համարը Քրիստոսի երկրորդ գալստյան մասին է, բայց իմ մոտ վերնագիր կա գրված, որ սա մխիթարիչ Սուրբ Հոգու գալստյան մասին է, որ Տերը խոստացավ պետքա ուղարկի։ Եվ սրա մասին կարելի է մտածել, եղբայրներ, քույրեր, եւ ես մի հարց եւս կուզեմ տալ։ Տեսեք, երբ որ Սուրբ Հոգին գալիս է, հանդիմանում է մեղքի համար, հանդիմանում է արդարության համար եւ հանդիմանում է դատաստանի համար։ Եվ շարունակում է խոսքը մեղքի համար, որովհետեւ ինձ չեն հավատում, արդարության համար, որովհետեւ ես իմ հոր մոտ եմ գնում եւ ինձ չեք տեսնելու, եւ դատաստանի համար, որովհետեւ այս աշխարհի իշխանը դատապարտված է։ Եթե sense կարդանք, բայց չմտածենք, կարելի ասել չենք հասկանում այս խոսքը։ Տեսեք, մեղքի համար կարելի ասել հասկանալի է, որովհետեւ Տիրոջը չեն հավատում, դրա համար իրանց մեղքի մեջ են։ Բայց ինչի ասում արդարության համար, որովհետև ես գնում եմ եւ դուք ինձ չեք տեսնելու, այստեղ ինչ արդարություն, եղբայրներ, քույրեր։ Հարց առաջանում, տեսեք, ասում է արդարության համար, որովհետև ես գնում եմ եւ դուք ինձ չեք տեսնելու, ինչ արդարություն ենք տեսնում այստեղ։ Եթե մենք չենք տեսնում մեր Փրկչին եւ Սուրբ Հոգին հանդիմանում է աշխարհին եւ ասում է, այս արդարության համար Սուրբ Հոգին հանդիմանում է եւ դատաստանի համար է հանդիմանում, որովհետեւ այս աշխարհի իշխանը դատապարտված է։ Իրականում այս երեք կետերը, որ նշում է մեղքը, արդարությունը եւ դատաստանը իրար հետ կապված են։ Տեսեք, արդարություն այստեղ Սուրբ Հոգին դատապարտում է նրա համար, որովհետև աշխարհը չհավատաց, բայց մենք հավատացինք։ Մեկը ինձ հարց տվեց, ձեզ էլ են հարցրել, բա այսքան աշխարհում մարդիկ կան, Չինաստանը, ոչ մեկ չի հավատում։ Դա արդար կլինի, եթե դատապարտվեն։ Այո, եղբայրներ, քույրեր, եթե մեր հավատքը տեսնելով չապաշխարեն, դա արդար է, որովհետև իրանք իսկ իրանց դատաստանը տեսնում են չհավատալով Քրիստոսին, եւ այստեղ արդարությունը, տեսեք, Սուրբ Հոգին հանդիմանում է ոչ թե նրանց կորուստի համար, այլ հանդիմանում է, տեսեք, այս մարդիկ ընդունեցին, այս մարդիկ ընդունելով գոնե դարձի եկեք, եւ տեսեք, շարունակության մեջ ասում է դատաստանի համար պետք է հանդիմանի, որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է։ Ինչպես դատապարտվեց մեկի հավատարմությունով, մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավատարմությունով այս աշխարհի իշխանը դատապարտվեց։ Այնպես էլ մեր հավատարմությունով, եղբայրներ, քույրեր, շատերը կարան ապաշխարեն։ Սա է եկեղեցու դերը, այսպես է դրել Աստված, եւ սա, եթե մեկը չապաշխարի, եթե մեկը տեսնի մեր բարի գործը ու չապաշխարի, հավատացեք, ինձանից չէ, արդարությունը Աստվածանից է եւ հանդիմանում է Սուրբ Հոգին։ Բայց ինչի է, որ մարդիկ չեն հանդիմանվում, եղբայրներ, քույրեր։ Տեսեք, շարունակություն ունի այս խոսքը։ Բայց երբ որ նա ճշմարտության Հոգին կգա, նա կառաջնորդե ձեզ ամեն ճշմարտության մեջ, որովհետև իր անձից չի խոսիլ, այլ ինչ որ կլսե կխոսի եւ գալու բաները կպատմե ձեզ։ Այսինքն, երբ որ Սուրբ Հոգին գա, երբ որ մենք ընդունենք Սուրբ Հոգին, մենք կառաջնորդվենք Սուրբ Հոգով։
երբ որ մենք առաջնորդվենք Սուրբ Հոգով, անհնար է, որ մեկը չհանդիմանվի։ Անհնար է ուղղակի։ Եթե մեր ապրած կյանքը կողքինին չի անհանգստացնում, սա մեզ պետք է անհանգստացնի առաջինը։ Ինչի համար չի անհանգստացնում։ Միգուցե ես Սուրբ Հոգով չեմ առաջնորդվում, գրված է քննենք մեր անձերը։ Քննենք մեր անձերը, որովհետև շատ կարևոր է եղբայրներ, քույրեր, առաջնորդվել Սուրբ Հոգով։ Ես մի դեպք պատմեմ, մի քանի տարի առաջ կլներ Հայաստանում դեռ մի տեղ էին գնացել շատ հեռու սահմանային մի եկեղեցի էր, առաքելական եկեղեցի էր, այնտեղ մի ծառայող կար։ Դե մենք որպես տուրիստ էին գնացել, չգիտեմ, կարող պատմած էլ լինեմ, մեր մեջ կային ոմանք, որ ուղղակի կարճ շորտիկ էին հագած, այսպես ասեմ, ու կային մարդիկ, որ Երևանից եկել էին կիսամերկ, այդպես ասենք, այդ տեղի սարկավագը եղբայրներ, քույրեր չթողեց ներս անգամ չթողեց ներս մտնեն։ Այդ աղջկան խալաթներ, գլխաշոր տվեց, որ այտենց հագնեն, այտենց մտներ, բայց եղբայրս էր, եղբորս չթողեց ընդհանրապես շորտիկով ներս մտնի։ Մտածում ենք, այ մարդ կարելի էր թողել, բայց իրականում եղբայրներ, քույրեր, տեսեք, մենք պետք է գնահատենք եկեղեցու դերը, թե չէ։ Մենք եկել ենք եկեղեցի, եկեղեցու արժեքը մենք պետք է հասկանանք։ Տեսեք, ես ինչի համար կարդացի 14-րդ գլուխը, որովհետև ասում է իմ հոր տան մեջ կան բնակարաններ, հոր տունը եղբայրներ, քույրեր, դա եկեղեցին է, եկեղեցին պետք է մենք գնահատենք, մեր ամեն վարքը եկեղեցու մեջ, կան մարդիկ, որ եկեղեցուն կարելի ասել մատերի արանքով են նայում, դե հա եկեղեցի է, 2 ժամ եկա, նստա, գնացի, ներս գնացի, դուրս գնացի, տեսեք, ես հիշեցնեմ ավազանը, կարծեմ Բեթեսդան էր, երբ որ Սելովամի ավազանը ժամանակ առ ժամանակ հրեշտակը խառնում էր։ Հիմա եթե դու դուրս գնաս, ներս գաս, ինչ ես կարծում, դու մասնակից կլինես այդ խառնելուն, թե կմնաս դրսում։ Մենք եթե եկել ենք եկեղեցի, մենք պետք է մեր աչքը, մեր միտքը, մեր սիրտը ու հոգին կենտրոնանա խոսքի վրա, որ երբ որ գործի հոգին, դու բժշկվես։ Եթե այսպես չանենք, եղբայրներ, քույրեր, հավատացեք իզուր է։ Եթե այսպես նախանձավոր չենք, մեր ամեն վարքը, տեսեք, ես մի համար կարդամ ուղղակի։ Ինչի համար եմ ասում մեր վարքը, որովհետև պետք է անհանգստացնի այս բաները, եթե մենք ապրում ենք Սուրբ Հոգով, եթե շարժվում ենք Սուրբ Հոգով, Սուրբ Հոգին մեղքին չի առաջնորդում, Սուրբ Հոգին ճշմարտության է առաջնորդում, արդարության, սրբության։ Երկրորդ մնացորդաց 22-րդ գլուխ համարը ես մի քանի օր առաջ մի տեղ պաշտամունք էի, ես գործ էի անում, պաշտամունք էի, անկեղծ ասեմ, ես շատերին չհասկացա իրանք տղամարդ են թե կին, բայց տեսեք, եկեք Սուրբ գրքին նայենք, 22-րդ գլուխ 5-րդ համար, մի կնկա վրա այր մարդի հանդերձ չլինի և մարդը կնկա հանդերձ չհագնե, որովհետև քո Եհովա Աստծո առաջին պիղծ է ամեն ով որ այս բանն անե։ Երկրորդ օրինաց, ներողություն, տեղն էի կար։ Երկրորդ օրինաց 22-րդ գլուխ 5-րդ համար։ Շատ քիչ տեղեր կան Սուրբ գրքի մեջ, որտեղ գրված է այս բանը պիղծ է Աստծո առաջ։ Եղբայրներ, քույրեր, շատ քիչ տեղեր կա։
Եվ սա մենք պետք է հասկանանք։ Մենք ո՞նց ենք գալիս կամ ինչպես ենք վերաբերվում հավատքին։ Մենք պետք է լուրջ նայենք, եղբայրներ, քույրեր։ Եթե լուրջ չնայենք, տեսեք աշխարհը իրար անցումի մեջ է, բայց եկեղեցին պետք է հանգիստ լինի, որովհետև ասում է մի խռովեք։ Սուրբ Հոգին է ասում, ես չեմ ասում։ Սուրբ Հոգին է ասում, եթե դու առաջնորդվում ես ճշմարտության մեջ, դու հանգիստ եղի, մի խռովի։ Եթե Սուրբ Հոգով ես առաջնորդվում, պետք է չխռովես։ Կգա ժամանակ, երբ որ իրանք կուրախանան, իրանք կխնդան, բայց մեզ նեղության պետք է մատնեն։ Հիմա իրանք տագնապի նեղության մեջ են, մենք հանգիստ ենք։ Բայց այն շարունակությունը ասում է, երբ որ իրանք կխնդան, կուրախանան, արդեն մեզ տագնապի կենթարկեն, մենք նեղության մեջ կմատնվենք, բայց էլի Սուրբ Հոգին ասում, մի վախեցեք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին, Տերը հաղթել է թե չէ։ Տերը հաղթել է եւ մեզ էլ տվել է հաղթելու։ Օրհնյալ լինի մեր Տեր Աստծո անունը հավիտյանս հավիտենից։ Ես շատ չէի ուզի երկարացնել խոսքը, եղբայրներ, քույրեր, ես ուղղակի կուզեմ այս բաների վրա մտածենք։ Այս բաների վրա մտածենք եւ մեր հավատքը մենք ինչի համար ենք ընդունել եւ ինչի է որ իմ հավատքը իմ հարազատին, իմ բարեկամին չի անհանգստացնում կամ շատ բաներ կան, ուղղակի կողքից լսում ենք, եթե օրինակ ասում են, այս մարդը հավատացյալ է, ես Իրանից հավատացյալ եմ։ Այսինքն ինքը նայում է Իրան ավելի հավատացյալ կամ ավելի հոգևոր, քան որ այդ հավատացյալն է։ Մեզ պետք է առաջնորդվել Սուրբ Հոգով, եղբայրներ, քույրեր։ Ես սա մենակ գիտեմ եւ սա կուզեի հորդորել։ Օրհնյալ լինի մեր Տեր Աստծո անունը, չեմ երկարացնի, եկեք աղոթ կանենք։ Անունդ փառավորվի, Տերերի Տեր, Թագավորների Թագավոր, մենք սրտան շնորհակալ ենք, Տեր, քո ամեն ողորմությունների համար, քո շնորհների համար, Տեր, որի համար դու չարչարվել ես, նեղություն ես կրել, տագնապել ես, որ այսօր մենք այստեղ գտնվենք, Տեր, քո տան մեջ լինենք, Տեր, եւ քո հոգին մեր մեջ բնակվի։ Սրա համար դու չարչարվել ես, Տեր, դու հաղթել ես աշխարհին, որ այսօր մենք հաղթություն ունենանք, Տեր։ Օրհնի զորացրու, Տեր, մեզ ամեն մեկից մցրու այդ հաղթության մեջ, այդ շնորհքի մեջ, Տեր, օրհնի ողորմի, Տեր, հանձնվում ենք քո սուրբ ձեռքը, Տեր, նաև օրհնի մեր պաշտամունքը, օրհնի մեր այսօրվա ընթացքը, Տեր, եւ դու փառավորվի ամեն բանի մեջ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, Հալելույա, ամեն։